Այսօր շարունակելու ենք այն թեման, ինչ նախորդ դասին սկսեցինք, գոյության միակության թեորեմները։ Եկեք միանգամից թեորեմի ձևակերպումով սկսենք ու ապացույցի ժամանակ արդեն կհիշեցնեմ, թե անցած անգամ ինչ արեցինք։ Թեորեմը Պիկարի թեորեմն է, որը մենք ձևակերպել ենք դասընթացի սկզբում, բայց չենք ապացուցել։ Հիմա կփորձենք ապացուցել։ Դիցուկ f ֆունկցիան որոշված է եւ անընդհատ հետեւյալ ուղղանկյան մեջ սա այն x-y-ների բազմությունն է R2-ից, որ x մինուս x0-ն, եկեք ավելի լավ է սենց գրեմ, x-ն ընկած է x0 մինուս i ու x0 պլյուս i միջև, y-ն ընկած է y0 մինուս b և y0 պլյուս b ետերի միջև, բնականաբար ան ու b-ն դրական թվեր են։ Եվ f-ի վրա նաև դրվում է պայման ըստ երկրորդ փոփոխականի ինքը Լիբշիցի պայմանին պետք է բավարարի, այսինքն գրենք, և f-ը բավարարում է Լիբշիցի պայմանին ըստ երկրորդ փոփոխականի հիշենք դա ինչ է նշանակում f x-y1 հանած f x-y2-ը սրանց տարբերության մոդուլը փոքր կամ հավասար է L անգամ y1 մինուս y2-ի մոդուլ կամայական x-y1, x-y2 օմեգայից կետերի համար որևէ ֆիքսված L հաստատունի համար այդ դեպքում y շիղ հավասար է fxy, x0 հավասար է y0 կոշի խնդիրը շարունակումներ մոռացա, լավ, մի քիչ հետո կանենք x0 մինուս h, x0 պլյուս h հատվածում ունի միակ լուծում, որտեղ, իհարկե կարելի ասել գոյությունն ինչ-որ h, որ այս հատվածում ունի միակ լուծում, բայց եկեք h-ը ինձ հստակ տանք, էլի, h-ը հավասար է մինիմում a, b, m-երորդ, ան ու b-ն այս ուղղանկյան չափումներն են, ստեղ տեսնում եք a, b, իսկ m-ը f ֆունկցիայի մոդուլի մաքսիմումն է այս ուղղանկյան մեջ, որ բնականաբար գոյություն ունի, քանի որ f-ը անընդհատ ֆունկցիա է։ Սա թեորեմի ձևակերպումից բավական երկար ձևակերպում է և շատ ավելի երկար ապացույց ունի, բայց կփորձենք այդ ապացույցը տանել։ Եթե հիշում եք, անցած դասին մենք քննարկեցինք հաջորդական այդ մոտարկումների մեթոդը, որը
հուշում է տալիս, թե ինչ ձևով կարելի է ստանալ այս կոշի խնդրի լուծումը, սկսելով ինչ-որ ֆունկցիաների հաջորդականությունից։ Եկեք միանգամից ապացույցը սկսենք ու հիշելով այդ հաջորդական մոտարկումները։ Մենք ինչ պնդեցինք։ Մենք պնդեցինք, որ y' հավասար է fx(y) yx0 հավասար է y0 կոշի խնդիրը համարժեք է հետևյալ ինտեգրալ հավասարմանը, ուրեմն y0 պլյուս ինտեգրալ x0-ից x t-ով ենք նշանակել այստեղ, կարող է նայեք ձեզ մոտ, որպեսզի հետևող s-ով, ուրեմն s-ով կգրենք։ Շատ լավ։ Որպեսզի հետևողական լինենք, նույն տաղն օգտագործենք։ Համարժեքը այս ինտեգրալ հավասարման։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ այս կոշի խնդրի լուծումը ինտեգրալ հավասարման լուծումը եւ ինտեգրալ հավասարման կամայական անդադար լուծում այս կոշի խնդրի լուծումը։ Ու այս մենք այսինքն ոչ թե փորձում ենք լուծել կոշի խնդիրը, մենք փորձում ենք լուծել ինտեգրալ հավասարումը։ Եվ այս ինտեգրալ հավասարման համար շատ բնական ձևով սահմանեցինք հաջորդական մոտարկումներ, ուրեմն զրոյական մոտարկումը, քանի որ ոչ մի պայման այս կոշի խնդրից չունենք բացի սկզբնական պայմանից, մենք այս սկզբնական մոտարկումը վերցնում ենք y0 ու հաջորդ մոտարկումները արդեն կառուցում ենք նախորդների միջոցով ու այս ինտեգրալ հավասարման տեսքը հաշվի առնելով։ y1x-ը սահմանում ենք, սրանք սահմանումներ են բոլորը, y0 պլյուս ինտեգրալ x0-ից x f s ստեղ y1-ը սահմանում ենք y0-ի միջոցով, հա, y0s ds, ու կարող ենք s-ից կախվածությունը y0-ի չնշել, որովհետև y0-ն հաստատուն ֆունկցիա է։ Հետո y2-ը սահմանում ենք y0 պլյուս x0-ից ինտեգրալ x0-ից x f s y1s ds եւ այսպես շարունակ կարող ենք ֆունկցիաների հաջորդականություն սահմանել y0 պլյուս ինտեգրալ x0-ից x f s y(n)s, որտեղ n-ը կամայական 0 եւ կամայական բնական թիվ է։ Մեր նպատակն ինչ է։ Մեր նպատակն է ցույց տալ, որ այս ֆունկցիաները, այս ֆունկցիոնալ հաջորդականություն ունի սահման եւ այդ սահմանը հենց այս ինտեգրալ հավասարման լուծումն է։ Դա ցույց տալու համար նախ մի բան նկատենք, որ այս ֆունկցիաները արդեն իրանց սահմանից ելնելով կարող ենք ցույց տալ, որ այս ֆունկցիաները այդ ուղղանկյունուց դուրս չեն մնում, հա, դա շատ կարևոր հանգամանք է, քանի որ մենք եկեք ոնց գծենք, ինչ այս ենթադրենք մեր հարթությունն է, օմեգան, ուրեմն x0 y0-ն թող լինի, ենթադրենք այս կետը, x0 y0, այս թող լինի x0 մինուս an, սա թող լինի x0 պլյուս an, այս թող լինի y0 մինուս ben, այս թող լինի y0 պլյուս ben, ունենք այս ուղղանկյունը x0 y0 կենտրոնով, սա մեր օմեգան է։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ մի հատ հաշ գոյություն ունի, այս x0 մինուս h-ն է, հա, x0 մինուս h, x0 պլյուս h, որ այս կտորում
այս x0 y0 կետով անցնում է հավասարման մի հատ ինտեգրալ կոդ։ Թե սրանից հետո ինչ է կատարվում, մենք չենք կարող ասել, բայց մենք ուզում ենք ցույց տանք, որ ինչ որ հաշ կա, որ այս փոքր ուղղանկյան մեջ, հա, հաշ պարամետրով, ու երկրորդ չափումը նույնն է, ուղղանկյան մեջ մի հատ ինտեգրալ կոդ կա։ Ну, ինչի՞ չենք կարող մենք ամբողջ բանի համար պնդել, այդ ամբողջ հատվածի վրա պնդել, որ լուծում կա, որովհետև լուծում կարող է ուղղակի գա ինչ-որ բայ դուրս գա այս ուղղանկյունից ու արդեն այդ ուղղանկյունից դուրս էլ f-ի մասին բան չգիտենք, էլի f-ը ինչ-որ լավ հատկություններ ունի, թե չունի։ Հիմա ստուգենք, որ այս սահմանումով տրված ֆունկցիոնալ հաջորդականության անդամները իրոք դուրս չեն գալիս ուղղանկյունից։ Դրա համար ինչ պետք է անենք։ Եկեք yn+1-ից հանենք y0, ի՞նչ է նշանակում դուրս չի գալիս ուղղանկյունից, նշանակում է, որ y-ի արժեքի x կետում արժեքի ու y0-ի տարբերությունը մոդուլով պետք է փոքր լինի b-ից, չէ՞։ Այս տարբերությունը գրենք ինտեգրալ x0-ից x fs y-ns ds հետո ինչ է կարծում, ինչ կանենք։ Ավելի հեշտ բան, ուղղակի մոդուլը մտցնենք ինտեգրալից ներս։ Դրսում էլի ես մոդուլի նշան դնում եմ, որովհետև x-ը եթե x0-ից փոքր եղավ, ինտեգրալը բացասական կլինի, դրա համար որպեսզի տենց բան չստանանք, բայց մոդուլը կարանք ներս տանենք ու այդ դեպքում սենց անհավասարություն ենք ստանում։ fs y-ns ds, չէ՞։ Եվ այս f-ն էլ գիտենք, որ ինչով է գնահատվում։ Իրա մաքսիմում արժեքով, չէ, m-ով։ Այսինքն, ստացվում է m անգամ ինտեգրալ ds մեկի ինտեգրալ x0-ից x, որը բնականաբար m անգամ մոդուլ x մինուս x0-ը, իսկ քանի որ մենք պայմանավորվեցինք, որ այս x0 մինուս h, x0 պլյուս h հատվածի մեջ ենք փնտրելու մեր լուծումները, x մինուս x0-ն փոքր կամ հավասար է h-ից, այսինքն սա փոքր կամ հավասար է m անգամ h-ից, իսկ քանի որ մենք h-ը, եթե հիշեք, սահմանել ենք a ու b-երորդ թվերի մինիմումը, m անգամ h-ը պետք է փոքր կամ հավասար լինի b-ից, բնականաբար։ Ու դրանով է, էլի բացատրվում այս b-երորդը ոնց որ պատահական չի ստեղ հայտնվել, հենց այդ պատճառով, որպեսզի լուծումները դուրս չգան այս ձևով կառուցված լուծումները մեր օմեգայից ուղղանկյունից, a-ից փոքր լինելը հասկանալի է, ինչի h-ը պետք է a-ից մեծ չլինի, որովհետև ընդհանրապես մեր օմեգան x0 մինուս a, x0 պլյուս a աբսիսներով այդ հատվածում է սահմանված։ b-երորդից փոքր լինելն h-ի այս պատճառով է տրվում։ Սա փոքր կամ հավասար է b-ից։ Հետևաբար yn պլյուս x-ը, սենց գրենք, հա, x yn պլյուս x-ը օմեգայի մեջ է, կամայական x-ի համար x0 մինուս h, x0 պլյուս h հատվածից, և կամայական n-ի համար բնական կամ 0-ի համար ճիշտ իհարկե։ N ինչ գրեցի, 0 միավորած է։ Այս մասը հասկանալի է ժողովուրդ։ Հաջորդ գլխավոր քայլը մեր ցույց տալ, որ այս սահմանված հաջորդականությունը ունի սահման։ Դրա համար մենք եկեք ավելի լավ նոր էջի անցնեմ։
մենք yn(x)-ը գրենք ֆունկցիոնալ շարքի միջոցով։ Եվ անալիզից պետք է որ այս հնարքը ծանոթ լինի, ու սրա շնորհիվ օրինակ ֆունկցիոնալ շարքերի մասին թեորեմները կարելի է ապացուցել, եթե ֆունկցիոնալ շարքերի համար թեորեմ ապացուցում եք, հաջորդականությունների համար հենց այս սկզբունքով կարելի է ցույց տալ, հա, մենք հաջորդականությունը կարող ենք գրել շարքի չասենք շարքի, վերջավոր գումարի տեսքով իհարկե։ yn մինուս yn մինուս 1 այսինքն եթե գումարի նշանն օգտագործենք կլինի y0x գումարած n հավասարը կան հավասարը 0-ից n թե 1-ից n ասկրենք y եթե եկեք սենց գրենք y(x) մինուս y(k) մինուս 1x կան փոխենք 1-ից մինչև n այսինքն yn(x)-ը y0x պլյուս այս շարքի n-երորդ մասնակի գումարը։ Ցույց տանք, որ այս շարքը զուգամետ շարք է։ Մեր այդ հատվածում, որտեղ որ x-ը որոշված է, x0 մինուս h, x0 պլյուս h-ի վրա։ Շարքի զուգամետության համար ինչ եք կարծում, ինչ պետք է օգտագործենք։ Այս շարքի անդամը այս տարբերությունն է, չէ՞, պետք է այս տարբերությունը փորձել գնահատել։ Եթե ստացվի ինչ-որ հաստատումներով գնահատել mn-ով, mk-ով, բան Վայերշտրասի մաժորանտային հայտանիշն օգտագործելով, ոչ միայն զուգամետություն ցույց կտանք, հավասարաչափ զուգամետություն ցույց կտանք։ Դե համար եկեք այս տարբերությունները փորձենք գնահատել։ Դե եկեք կան 1-ի համար մի հատ ստուգենք, y1x հանած y0x, որը այդտեղ հաստատուն է։ Սա ինչի է հավասար։ y1-ը y0 պլյուս ինտեգրալն է, կհանենք y0 կմնա ինտեգրալ x0-ից x f s y0, չէ, կամ y0s ds Դե սա արդեն մի անգամ գնահատեցինք, նորից նույն գնահատականն ենք տալիս։ Ֆունկցիան m-ից է փոքր, m-ը դուրս ենք հանում, x մինուս x0-ն էլ մոդուլով h-ից փոքր կամ հավասար է։ Եկեք գնահատենք y2 մինուս y1-ը, հասկանանք այստեղ ինչ կարող ենք անել, արդեն այստեղ այսքան պարզ արտահայտություն չի ստացվի, քանի որ երկուսն էլ y0 գումարած ինտեգրալ են, այստեղ կստացվի ինտեգրալների տարբերություն։ Առաջին ինտեգրալը f s y1s-ն է, երկրորդ ինտեգրալը f s y0։ Այս ամբողջը սենց փակագծի մեջ։ Փորձենք այս ինտեգրալը գնահատել։ Էլի պետքա մոդուլը ներս մտցնենք։ F s y1s հանած f s y0s ds եւ գնահատենք։ Ինչով կգնահատենք այս տարբերությունը։
Պետք է չկան վերևտ, ոնց գնահատել ես տարբերությունը։ Մեր f-ը ինչ պայմանի է բավարարում։ Լիբշիցի պայմանի է, չէ՞ բավարարում։ Ու գիտենք, որ այս կետերը անպայման օմեգայի մեջ են, դա ստուգեցինք։ Ուրեմն դե Լիբշիցի հաստատունը L-ն է։ Լիբշիցի հաստատունը L-ն է, ինտեգրալի մեջ ինչ կունենանք։ y1s մինուս y0 s ds, որը արդեն գնահատել ենք, չէ՞, այս վերևի տողում։ Չնայած ավելի լավ է իհարկե այստեղ մինչև այս m-ը գրելը, ես գրեմ m անգամ x մինուս x0, հետո դա կարելի է իհարկե m-ով գնահատել, բայց այս գնահատականը այստեղ ավելի էական է։ Ուրեմն ml ինտեգրալ x0-ից x s մինուս x0։ Եվ ինտեգրալն մոդուլի մեջ։ Նույնիսկ գծային ֆունկցիա ունենք, իհարկե մոդուլ է, բայց եթե x-ը x0-ից մեծ է, սա ուղղակի s մինուս x0-ն է, եթե x-ը x0-ից փոքր է, մինուս s մինուս x0-ն է, այսինքն երկու դեպքում էլ եթե ինտեգրալը հաշվենք, ուղղակի լինելու է ml, ուրեմն x0-ից x է ինտեգրալը, կլինի x մինուս x0-ի քառակուսի բաժանած 2-ի։ Պատկերացրեք մոդուլներ, եթե չկա, s մինուս x0-ի ինտեգրալը, s մինուս x0-ի քառակուսի կեսն է, չէ՞։ Գծային ֆունկցիա ինտեգրալը քառակուսային ֆունկցիա է։ Կանք երկու դեպքում առանձին հաշվենք, այդպես խմբավորելով այս կստացվի։ Նույն տրամաբանությամբ հասկանալի է, չէ՞, որ եթե y3-ից հանենք y2, ստեղ ունենալու ենք այդ Լիբշիցով y2 հանած y1, ու դրա համար այս գնահատականը արդեն օգտագործենք։ Այնպես որ եկեք ինդուկցիայով ցույց տանք, որ yn x հանած yn մինուս x, n մինուս 1x, փոքր կամ հավասար է։ Ինչից ուրեմն կլինի փոքր կամ հավասար։ m l-ի n մինուս 1 աստիճան, x մինուս x0-ի n աստիճան բաժանած n ֆակտորիալ։ Եկեք այս գնահատականը ապացուցենք այս անհավասարությունը։ N-ը հավասար է 1 դեպքում ցույց ենք տվել, բազան արդեն ապացուցել ենք։ Եկեք դե N-ը հավասար է k-ի դեպքում ենթադրենք, որ պնդումը ճիշտ է, ապացուցենք, ուրեմն ստեղ ունենք, որ ճիշտ է պնդումը, n-k-ի համար ենթադրենք, որ ճիշտ է, ապացուցենք k պլյուս 1-ի համար։ y k պլյուս 1x մինուս y kx-ը քան որ y k պլյուս 1-ը y0 գումարած ինտեգրալն է f-ի հաշված s y k կետում, y k-ն էլ y0 գումարած էլի նույն ինտեգրալ, y0-ները իրար հետ զրոյանում են, մնում է երկու հատ ինտեգրալի տարբերություն։ Ինտեգրալ ուրեմն f s y k s ds հանած ինտեգրալ f s y k մինուս 1 s։ Նախ ստեղ կարանք մի ինտեգրալի տակ գրենք, չէ, ամեն ինչ, եկեք դա մի անգամից ստեղ այս ամեն ինչը մաքրեմ, ուղղակի այս տարբերության ինտեգրալն է,
ու ինտեգրալի մեջ մտցնենք մոդուլը նորից։ Կլինի ինտեգրալ x0-ից x մոդուլ f sy ks հանած f sy k-1s և կիրառենք էլի Լիբշիցի հատկությունը։ Մի հատ L դուրս կգա, չէ, ինտեգրալի նշանի տակից, ստեղ էլ կլինի այս երկրորդ փոփոխականների տարբերությունը։ Y S կետում հանած Y K-1 S կետում։ Դես։ K-ի համար ենթադրել ենք, որ մեր ինդուկցիոն ենթադրությունը ճիշտ է, ինդուկցիոն ենթադրությունը սա է, հա, պնդումը, այսինքն ոչ թե ինդուկցիոն ենթադրությունը հենց այդ է, որ ենթադրում ենք, որ պնդումը ճիշտ է, այսինքն տեղի ունի այս անհավասարությունը, ստեղ գրենք։ Ուրեմն L անգամ այս ինտեգրալի մեջի արտահայտությունը ինչից է փոքր։ M անգամ L-ի n-1 աստիճան բաժանած n ֆակտորիալ, բայց k-ով, հա, երևի, քան որ k-ը մեր ինդեքսը ստեղ կա։ Բազմապատկած ինչով։ Ինտեգրալ x0-ից x այս արտահայտությամբ։ Բնականաբար, քանի որ այստեղ ֆունկցիան s-ից է, x-ի տեղը s պետք է դնենք։ S մինուս x0-ի ուրեմն k աստիճան։ Այս մնացած գործակիցն են, քանի որ հաստատումներ են դուրս անեցի ինտեգրալի մեջից։ Ds։ Դե այս ինտեգրալն էլ ինչի է հավասար։ S մինուս էլի աստիճանային ֆունկցիայի S հանած հաստատունի k աստիճանի ինտեգրալը ելնում է այդ նույն մեծության k + 1 աստիճան բաժանած k + 1 ֆակտորիալ։ Այսինքն սա հավասար է L անգամ m L k-1 բաժանած k ֆակտորիալ բազմապատկած ուրեմն x մինուս, եթե x0-ից x-ը ինտեգրենք, x մինուս x0-ի այս մոդուլով k աստիճան բաժանած k + 1-ի։ K + 1 աստիճան, հա, k + 1 աստիճան բաժանած k + 1-ի։ Եթե այստեղ պարզ թվաբանական գործողություններ կատարենք, կստանանք m անգամ L-ի k աստիճան բաժանած k + 1-ի ֆակտորիալ անգամ x մինուս x0-ի k + 1 աստիճան, ինչը ապացուցում է մեր ինդուկցիոն ենթադրությունը, այսինքն այս անհավասարությունը իրոք տեղի ունի բոլոր բնական n-երի համար։ Սա մեր ապացույցի ոնց որ ամենատեխնիկական մասն էր, այստեղ ինչ-որ բաներ օգտագործեցինք։ Չնայած իրականում եթե նայեք մենակ Լիբշիցի հատկությունից ենք մենք հաջորդաբար օգտվում ենք ուղղակի, ոչ մի բարդ գերբնական բան այստեղ չկա, էլի։ X-ը հիմա միշտ x0 մինուս h, x0 պլյուս h բանի մեջ է, հատվածի մեջ է, դե, հա, եթե այստեղ x-ը գրած բնականաբար այդ պահին ինչ Հեսա կսարքենք x-ից անկախ։ Սա ուրեմն այս ամեն ինչը մենք ապացուցում ենք այս հատվածում։ Դե հիմա ոնց x-ից ազատվենք։ Ուղղակի h-ով գնահատենք, չէ՞, x մինուս x0-ի մոդուլը h-ից փոքր կամ հավասար է, այսինքն yn(x) մինուս yn մինուս 1x-ը փոքր կամ հավասար է, եթե նորից անհավասարության նայենք, m անգամ L-ի n-1 աստիճան բաժանած n ֆակտորիալ և x մինուս x0-ի n աստիճաններ, չէ՞ գրած։ x մինուս x0-ն h-ից փոքր է, փոքր կամ հավասար է, հետևաբար այսպիսի գնահատական կունենանք։ Այս էլ եկեք մի քիչ ավելի սիրուն տեսքով գրենք, m L-երորդ անգամ LH-ի n աստիճան բաժանած n-ի ֆակտորիալ։
Եվ կիրառենք Weierstrass-ի մաժորանտային հայտանիշ։ Աջ մասում գրված շարքը զուգամետ շարք է, չէ՞։ Որ շարքն է։ Էքսպոնենտի շարքն է։ Ну, եթե մի քիչ ավելի ճիշտ ասենք, ստեղ քանի որ շարքը 1-ից է սկսում, N-ը ստեղ մեզ մոտ 1-ից է սկսվում։ Այս շարքի գումարը հավասար է m-երորդ անգամ y-ի LH մինուս 1 հետևաբար համաձայն Weierstrass-ի մաժորանտային հայտանիշի ինչ կունենանք։ Կունենանք, որ այս y0x պլյուս ynx մինուս yn մինուս 1x շարքը բացարձակ և հավասարաչափ զուգամետ է, իհարկե այստեղ մեզ համար կարևոր է հավասարաչափ զուգամետությունը։ x0 մինուս h, x0 պլյուս h հատվածում։ Հացեր կան այս հատվածից։ Հավասարաչափ զուգամետը այս հատվածում, հետևաբար, այս շարքը ունի գումար, չէ, որը կնշանակենք YX-ով, Եվ քանի որ այս շարքի մասնակի գումարը yn էր, ստացանք, որ yn-ը հավասարաչափ ձգտում է yx-ի, x0 մինուս h, x0 պլյուս h։ Այստեղից ինչ հետևություն կարող ենք անենք։ Y ֆունկցիայի մասին ինչ կարող ենք ասենք։ Անընդհատ է։ Դա առաջի բանն է, որ այս հավասարաչափ զուգամտությունից կարող ենք ասենք։ YX-ը անընդհատ է x0 մինուս h, x0 պլյուս h-ում։ Սա հաստատ կարող ենք պնդել։ Հաջորդ քայլը, հաց կա։ YX-ի մասին ոչ մի բան չգիտենք, բայց հիմա պետք է ստուգենք, որ YX-ը ինտեգրալ հավասարման լուծումն է։ Դրա համար ինչ պետք է ցույց տանք, եկեք նոր edge-ի անցնենք, ցույց տանք, որ այս սահմանված YX-ը հավասար է y0 պլյուս ինտեգրալ x0-ից x f s ys ds։ Սա ցույց տալու համար մի հատ գրենք մեր առնչությունը nx-ը n պլյուս 1-ով ենք, երևի սենց կնենք, yn պլյուս 1x-ը էր, հաջորդական մոտարկումների բանաձևը գրենք, S, Y, N, S, ds։
Ստեղ պետք է երկու կողմ սահմանի անցնենք ու սահմանն էլ ինչի հաշվին է այս ինտեգրալից ներս մտնելու, որ քանի որ f-ը Լիպշիցի պայմանին բավարարում է, այս հաջորդականությունը, այս նոր հաջորդականությունը եւս հավասարաչափ զուգամետելու է f s y s-ին։ Այսինքն սահմանը կարանք ներս տանենք, հետո մի հատ էլ ներս տանենք, f-ի մեջ էլ մտցնենք։ Ну, որպեսզի մի քիչ հստակ այնց խիստ ապացուցենք, դա կարելի է ահագին գեղեցիկ ձևով անել հետևյալ կերպ։ Ցույց տանք, որ y(x)-ից հանած այս արտահայտությունը 0-ի է հավասար։ x0-ից x, fs, ys, s։ Այս արտահայտությունը ցույց տանք, որ 0-ի է։ Օգտվելով սրանից։ Ոնց ենք օգտվում, սա ուղղակի ստեղ ներս ենք մտցնում այս հավասարությունը։ Այս հավասարությունը ստեղ մտցնելու ենք այն ձևով, որ կարենանք ստանանք, օրինակ, y(n+1x)-ից հանած այս աջ կողմի արտահայտությունը եւս 0-ի է, չէ՞, հավասար։ Եթե դա ստեղ մի հատ հանենք, մի հատ էլ գումարենք, ոչինչ բան չի փոխվի դրանից։ Եկեք սենց գրենք։ Ուրեմն y(x)-ից հանած y(n+1x) մի հատ էլ գումարենք, հա, y(n+1x)։ Ընդհանրապես սա մտցրինք ներս։ Ու հետո մի հատ y(n+1)-ի տեղը ես ենք տեղադրել։ Հանած ինտեգրալ x0-ից x f s y s։ Ինչի է հավասար։ Ուրեմն սա հավասար է y(x) հանած y(n+1x)։ Այս երկրորդ y(n+1x)-ի տեղը տեղադրենք այս հավասարության աջ մաս։ y0-ները միտեղ ոնց որ y0 բաց եմ թողել։ Հանած y0 հանած այս ինտեգրալը, հա, սա այս արտահայտությունն է ստեղ գրած։ y(n+1x) տեղադրելով y0-ները կգնան, կմնա ինտեգրալների տարբերություն։ Եկեք միանգամից մի հատ ինտեգրալի նշանի տանք գրեմ։ Եկեք երկու կողմի մոդուլ դնենք ու գնահատենք։ Ոնց որ ցույց ենք տալու, որ այս աջ մաս 0-ի է ձգտում, հետևաբար ձախ մաս, քանի որ n-ից կախված չի, ձախ մաս 0-ի է հավասար։ Ինչից է սա փոքր կամ հավասար։ Սա փոքր կամ հավասարը y(x) մինուս y(n+x)-ից գումարած եռանկյան անհավասարություն, եթե կիրառենք, այս ինտեգրալի մոդուլից։ Մի հատ էլ այդ մոդուլը նորից արդեն այսօր երևի 4-րդ, 5-րդ կամ ավելի, չգիտեմ, որերորդ անգամ նորից մոդուլը մտցնենք ինտեգրալի մեջ ու Լիպշիցի պայմանը օգտագործելով ինչ կստանանք։ L անգամ yn, ուրեմն սենց գրենք, լավ, շատ չշտապենք, L անգամ ys մինուս ys ds և վերջի քայլը, որ ստեղ պետք է անենք, մի հատ էլ ենք գնահատական անելու,
Առաջի գումարելին թողում ենք ոնց որ կա։ Երկրորդ գումարելին ուղղակի գնահատում ենք այս ինտեգրալի մեջի արտահայտությունը իր մաքսիմումով։ Ու մաքսիմումը քանի որ թիվ է, ուղղակի դուրս կգա, չէ՞, այդ հատվածից։ Ուրեմն ոչ թե x0x, այլ ընդհանրապես կարանք մեր ամբողջ այդ հատվածի վրա, ուրեմն x0 մինուս h, x0 պլյուս h, որպեսզի x-ից կախվածություն չունի։ Անգամ L և անգամ ինչ կմնա։ Կմնա x0-ից x-ի ինտեգրալ, չէ։ Դե որն էլ h-ից փոքր է, քանի որ x մինուս x0 է, ուղղակի h-ով կգնահատենք։ Ինչ ցույց տվեցինք։ Ցույց տվեցինք, քանի որ y-ը հավասարաչափ ձգտում է y-x-ի, աջ մասը կարող ենք կամայական էպսիլոնից փոքր դարձնել n-ի ընտրությամբ։ Ընդ որում հավասարաչափ զուգամիջություն թույլ է տալիս դա անել բոլոր x-երի համար միաժամանակ։ Ну, որպեսզի այդ էպսիլոններով բանով չգրենք, ուղղակի այս աջ մասը կարանք պնդենք, որ ձգտում է 0-ի, երբ որ n-ը ձգտում է անվերջության, չէ՞։ Այս մաքսիմումն էլ, քանի որ հավասարաչափ զուգամիջություն է, մաքսիմումն էլ է 0-ի ձգտում։ Ստացվեց, որ այս ձախ մասի արտահայտությունը ձգտում է, քանի որ ոչ բացասական է ու աջ մաս իրանից ինչ-որ մեծ հաջորդականություն կա, որ 0-ի է ձգտում, ինքը ճիշտ 0-ի է հավասար։ Հետևաբար y-x-ը հավասար է y0 պլյուս x0-ից x fs y-x։ Մի բան ամենասկզբում կարող ենք ստուգել, երևի դա ուղղակի մենք որտեղ զուգամիջություն տեսանք, հա, ստեղ, քանի որ այս y-ները նենց են սահմանված, որ y-ն x0-ն հավասար է y0-ի, այս հավասարությունում սահմանի անցնելով, հաշվի առնելով, որ էլի զուգամիջություն կա, հետևում է, որ y-x0-ն էլ հավասար y0-ի, այսինքն սկզբնական պայմանը բավարարված է, դա նախորդ ոնց որ կարող ենք ստուգել։ Ինչպես նաև ինչ կարող ենք ստուգել, քանի որ մենք տեսել ենք, որ y-ն x0 մինուս y0-ն փոքր կամ հավասար է b-ից, չէ, այսինքն այդ ուղղանկյան մեջ է գտնվում այս հաջորդական մոտակ y-ն x, հա, բոլոր x-երի համար, x0-ից x0 մինուս h, x0 պլյուս h-ում, էլի սահմանի անցնելով, պարզա, որ այս y լուծումը ևս կգտնվի այդ փոքր ուղղանկյան մեջ, սա կարելի է նախորդ ասել, ու հետո ցույց տալ նաև, որ իրոք y-x-ը լուծում է մեր ինտեգրալ հավասարման, ինչ մենք արեցինք։ Այսպիսով գոյությունը, լուծման գոյությունը ապացուցեցինք։ Այս հավասարումը ունի լուծում։ Միակությունը ավելի կարճ ապացույց ունի, իհարկե տարբեր ձևերով կարելի է միակություն ապացուցել։ Մենք կփորձենք միակությունը հետևյալ կերպով ապացուցել։ Դե ոնց են հիմնական միակության հետ կապված խնդիրները ապացուցում։ Ենթադրում են, որ միակը չի լուծումը, ենթադրենք, որ այնքան որ նշանակումներ չեմ արել, եկեք մի անգամից գրենք, որ y ալիք, հա, x-ը ևս ինտեգրալ հավասարման լուծում է, այսինքն ևս բավարարում է այս x0-ից x f s y ալիք s ds այս հավասարությանը։ Բնականաբար էլի x0 մինուս h, x0
պլյուս h միջակայքում։ Թարապես, եթե միջակայքերը տարբեր են, մենք կարանք այդ միջակայքերի հատումը վերցնենք ու արդեն դարձնենք նու կարող է ասենք այս մի լուծումը ուրիշ միջակայքում, չէ, որոշված լինի։ Եթե ավելի փոքր միջակայքում է որոշված, դե նախորդ լուծումը բնականաբար այդ փոքր միջակայքում էլի որոշված է, ուղղակի կդիտարկենք այդ փոքր միջակայքը, բայց առանց ընդհանրությունը խախտելու կարանք համարենք, որ h-ը ֆիքսված է, դրա համար եմ ասում, այդ երկրորդ լուծումը կարա ուրիշ միջակայքում որոշված։ Միակություն մենք ոնց ենք հասկանում։ Միակության իմաստը հետևյալն է, եթե մի լուծում ունենք որոշված մի հատվածում, ու երկրորդ լուծում ունենք որոշված մի ուրիշ հատվածում, ասում ենք լուծումը միակն է, եթե այդ լուծումները հավասար են իրանց այդ միջակայքերի ընդհանուր մասում։ Այսինքն հատման վրա։ Ուղղակի այստեղ առանց ընդհանրությունը խախտելու կարանք հենց այս հատվածը վերցնենք։ Ուրեմն ինչ կարող ենք ասել։ Նու պետք է այդ լուծումների տարբերությունը ցույց տանք, որ 0-ի է հավասար։ Եկեք իրարից եթե հանենք ինչ կստանանք։ Կստանանք y0-ները կգնան, ինտեգրալների տարբերություն կգնա, f s y(s) հանած f s y(s)։ Բնականաբար էլի մոդուլ ունեցենք տանելու։ Լիպշից ենք կիրառելու, իհարկե այստեղ մի նրբություն կա, որ պետք է հաշվի առնել, իսկ կարող է այս լուծումը դուրս է գալիս մեր բանից, ուղղանկյունից։ Դա պետք է անպայման ստուգել, որ լուծումը ուղղանկյունից դուրս չգա, որպեսզի կարողանանք Լիպշիցի պայմանը կիրառենք, չէ՞։ Մենակ ուղղանկյան մեջ այդ պայմանը ունենք։ Եկեք այդ ուղղանկյունը ասենց առանձին Չէ, մենք հաջորդական մոտարկումներով մի հատ լուծում ենք կառուցում, չէ՞։ Չգիտենք։ Հաջորդական մոտարկումներով էլ չենք կարողանա, որտեվ ինքը միակ սահման ունի այն մի լուծումը, բայց կարող ասենք ուրիշ ձևով գոյություն ունեցող ֆունկցիա կա, որ էլի բավարարում է այս հավասարմանը։ Ուղղանկյունը գծենք, սա մեր օմեգան է, ուրեմն x0, x0 մինուս a, x0 պլյուս a, նու մեզ հետաքրքիր էր մասնավորապես x0 մինուս h, x0 պլյուս h, այս փոքր ուղղանկյունը Սենց անենք հա, սենց և գիտենք, որ այս էլ y0-ն է, y0 մինուս b, y0 պլյուս b։ Գիտենք, որ y ալիքը անցնում է այս կետով։ Y ալիք։ Ուզում ենք տեսնել, որ ինքը այս հատվածում ուղղանկյունից դուրս չի գալիս։ Դա գրենք, հա, ցույց տանք, որ x, y ալիք x-ը պատկանում է իրական կարանք ուղղակի օմեգային գրենք, որովհետև դուրս գալը պարզա այս սահմաններից է, չէ, հետաքրքիր ոչ թե այս սահմաններից։
Երբ որ x-ը x0 մինուս h, x0 պլյուս h։ Այս արդեն ոնց որ ստիպում է, որ հենց փոքր ուղղանկյան մասին խոսենք։ Ենթադրենք հակառակը։ Իսկ ի՞նչ է նշանակում հակառակը։ Քանի որ y ալիքը անընդհատ ֆունկցիա է, նշանակում է, որ այս հատվածի ինչ-որ կետում ինչի շրջակայքում։ Հատվածի ինչ-որ կետում, չէ, ինչ-որ կետում ինքը հատում է այս եզրը, այդ եմ ասում։ Այսինքն գոյությունն է ինչ-որ x1 կետ, որ միջակայքից։ Ну, էլի առանց ընդհանրությունը խախտելու կարանք համարենք x0-ից h, դա այդքան էական չի, մի հատ լավ, սենց գրենք, որպեսզի աչ ու ձախ չանենք, սենց գրենք։ Այնպես որ y ալիք x1-ը հավասար է էլի, որպեսզի հավասար չգրենք, տարբերությունով գրենք, հանած y0-ն մոդուլով հավասար է b-ի։ Սա նշանակում է, որ կամ վերևից կամ ներքևից ինքը այս կետում հատվածից դուրս է եկել։ Դե ինչ որ կետում հատելու է, չէ, այդ կետից հետո դե եթե դուրս է եկել, պարզ է, ինչ որ կետերում էլ մեծ կլինի, բայց մեզ հենց այս հատման կետն է հետաքրքիր։ Իսկ դա ինչ է նշանակում, այստեղ երկրաչափական պատկերացումը կարա օգնի, որ աչ մասը ցույց է տալիս մեր հավասարման, y' հավասար է f(x)(y)(x)։ Այս աչ մասը ցույց է տալիս մեր լուծման արագությունը, չէ՞ աչման։ Մենք գիտենք, որ այս աչ մասը m-ից փոքր կամ հավասար է։ Հետևաբար այս կտորում ինքը y0 պլյուս mh ու y0 մինուս mh ոնց որ բանում, հա, հատվածում պետք է լինի։ Չպետք ավելի, եթե դուս է եկել, ուրեմն ինչ որտեղ ավելի արագ է աճել ինքը։ Իր արագությունը m-ից մեծ է եղել։ Հակառակ դեպքում ինքը պետք է մնար այս հատվածում, չպետք է դուրս գար։ Եթե դուրս է եկել, ուրեմն ստեից այս ինչ որտեղ այս գծից արագ է աճել։ Ոնց որ Լագրանժի այդ բան վերջավոր աճերի բանաձևն ենք էլի օգտագործելու։ Չէ, եթե հիշում եք Լագրանժի վերջավոր աճերի բանաձևը ոնց էր երկրաչափորեն մեկնաբանվում, մենք փաստացի նույն բանն ենք անում։ Այս հարաբերությունը եթե նայենք Ինչ է ասում Լագրանժի վերջավոր աճերի բանաձևը։ Ասում է, որ գոյությունն է ինչ որ մի կետ, չէ, C կետ, որ այս լուծման անցյալ անգամ, սենց ուղղակի։ Սեն պատկանում է x0-ին ու x1-ին, այսինքն ավելի ճիշտ էլի, քանի որ x0 x1 հատվածին չգիտենք որ կողմում է, սենց կարող գրենք։ Սեն ավելի մոտ է x0-ին, քան x1։ Սա ինչ է հավասար։ Սա քանի որ FC y ալիք c-ն է, ինքը անպայման
m-ից փոքր կամ հավասար է։ Նու այս x1-ը կարանք ենթադրենք, որ առաջի կետն է, որտեղ դուրս է գալիս ֆունկցիան բանից։ Ինչի համար, որովհետև որ կարողանանք այս գնահատականը կիրառենք, հա։ Այս մասը մի հատ էլ հասկանանք։ Ուրեմն, Լագրանժի վերջավոր աճերի բանաձևը կիրառեցինք, ստացանք, որ այս հարաբերությունը հավասար է y-ի y ալիքի ածանցյալին ինչ-որ c կետում։ Որպեսզի մենք կարողանանք հակասության գանք, պետքա ցույց տանք, որ չի կարա, չէ, սա b լինի։ Այսինքն, այստեղ ինչ ունենք։ Այս արտահայտությունը մի կողմից քանի որ հայտարարը բանից հաշից փոքր է, չէ, x1-ը ավելի մոտ կետ է։ Քանի որ հայտարարը հաշից փոքր է, այս արտահայտությունը ինչից է մեծ։ Սա մեծ է b բաժանած հաշից, չէ, որտեվ համարիչը b-ի է հավասար, հայտարարն հաշից փոքր է։ Ուրեմն այս մեծությունը b հաշերորդից մեծ է։ Բայց մյուս կողմից սա հավասար է y-ի ածանցյալին ինչ որ կետում։ Որը քանի որ f-ին է հավասար, նու մենք պետք է չէ իմանանք, որ այս կետը օմեգայից է։ Այսինքն y ալիք c-ն, որպեսզի այս կետը օմեգայից լինի, նշանակում է դեռ դուրս չի եկել, հա, լուծումը բանից, ուղղանկյունից։ Դրա համար x1-ով հա, դրա համար կարող է x1-ում դուրս է եկել, բայց մինչև x1-ն էլ է դուրս եկել, չէ՞։ Որպեսզի այդ հնարավորությունը բացառենք, սա անպայման բանում ընկած լինի, այդ օմեգայում ընկած լինի։ Այս x1-ը զուտ համարենք հենց առաջի ամենամոտ x0-ին ամենամոտ կետը, ուրեմն գրենք, հա, x0-ին ամենամոտ x1-ը կվերցնենք։ Որը բավարարում է այս, այսինքն առաջի անգամ օմեգայից դուրս գալու աբսցիս։ Մի կողմից այս անհավասարությունն ենք ստանում, մյուս կողմից ստանում ենք, որ սա պետքա m-ից փոքր կամ հավասար լինի, չէ՞։ Բայց դից հետևում է, որ m-ը մեծ է b հաշերորդից, այսինքն m հաշը մեծ է b-ից։ Բայց քանի որ ունենք, որ հաշը փոքր է b m-երորդից, ստանում ենք հակասություն։ Այսքանն ինչի համար արեցինք։ Այսքանը արեցինք, որ կարենանք այս ինտեգրալի մեջ Լիպշիցի պայմանը կիրառենք, այսինքն համոզված լինենք, որ այս կետն էլ է օմեգայից, կամայական s-ի համար, այս հատվածից։ Ու արդեն ըստ էից հետո, եթե Լիպշից կիրառենք, ինչ կստանանք։ Կստանանք, եկեք նորեջում գրեմ, ուրեմն փոքր կամ հավասար, L անգամ ինտեգրալ x0-ից x, ինտեգրալի մեջ արդեն կունենանք ys հանած y ալիք s ds, ճիշտ գրեցի, չէ՞։ Նայենք ստեղ, հա, այս տարբերությունը փոխարինեցինք y-ների տարբերությամբ, L-ը Լիպշիցի հաստատումը դուրս եկավ։ Ստեղ ընդհանրապես այս արտահայտությունը գնահատում ենք իր մեծագույն արժեքով, քանի որ անընդհատ ֆունկցիաների տարբերություն է, չէ՞։ Եկեք դա ինչ տաղով նշանակենք։ Ասենք, չգիտեմ, n-ով նշանակենք այս ֆունկցիաների տարբերությունը։ Էլի ամբողջ x0 մինուս h, x0 պլյուս h-ի վրա կարանք այս նշանակումն անենք։ Դից կհետևի, որ այս ինտեգրալը փոքր կամ հավասար է ln x մինուս x0, չէ։ Ու հիմա այս անհավասարությունը եթե նորից գրենք, այս ներսի արտահայտությունը, քանի որ սա բոլոր x-երի համար ճիշտ է, այս ներսի արտահայտությունը գնահատենք այն հավասարությամբ։ Ինչ կստացվի։ Կստացվի
L ստեղից դուրս կգա, ուրեմն ln, այսինքն L քառակուսի n, ինտեգրալի մեջ կմնա, ինչ կմնա, s մինուս x0, չէ, քանի որ s կետում ա գրած ստեղ, ստեղ կամայական x-ի համար սա ճիշտ ա, դե x-ի տեղը s ենք դրել, ստեղ պետք է s գրենք, դե s, ու s ինտեգրալը ինչի ա հավասար, այդ բաները ոնց որ հայտարարները ատեից են գալու, էլի, L քառակուսի n, ստեղում ա x մինուս x0-ի քառակուսի բաժանած 2-ի, չէ, ու սենց շարունակելով, հիմա այս արտահայտությունն ենք դնում ես ինտեգրալի մեջ, հասկացաք, չէ, այս բանը, մի քիչ բան ա, հնարք ա, որ մասը պարզ չեր ասա, որտեղ եք նույն բանը գրել։ Տես, ստեղ այս գնահատականը S մեծությանն ա վերաբերում, բայց հետո սա հայտնում ա ինտեգրալի մեջ, չէ։ Մի հատ էլ արդեն ինտեգրալի մեջի ֆունկցիայի համար են գնահատական տալիս։ Այդ ինտեգրալի մեջի ֆունկցիան գնահատելով, քանի որ ստեղ S կետն ա, ստեղ S մինուս x0 ա ստացվում։ Սրա ինտեգրալը արդեն քառակուսի ա դառնում։ Հիմա հաջորդ քայլն էլ անենք, հա։ Սա նորից գնահատում ենք այս ինտեգրալով L x0-ից x ys մինուս y ալիք s, հիմա էլ այս մեծությունը ինչով կգնահատենք, արդեն սրանով կգնահատենք, այս սրանով կգնահատենք, ինչ կստացվի, L քառակուսի n-ը դուրս կգա L խորանարդ n, ինչ կմնա ինտեգրալի մեջ, քանի որ s կետում ա գրած, ինտեգրալի մեջ կմնա ուրեմն s մինուս x0 քառակուսի կեսի ինտեգրալ, ds որ ինտեգրենք կլինի L խորանարդ n անգամ x մինուս x խորանարդի ստեղ այս բոլոր մոդուլները պահպանում են, էլի, ես չդրի, բայց ստեղ մոդուլներ կան, ստեղ կան, բայց ինչի չոս, Ստեղ արդեն L-ով բազմապատկել եմ, L քառակուսի n-ը L-ով բազմապատկվել է, ստեղ կգա 3-ի ֆակտորիալ արդեն, ու սենց շարունակելով, նույն սկզբունքով, կունենանք yx մինուս y ալիք x-ը, փոքր կամ հավասար է, L-ի n աստիճան, անգամ n, անգամ x մինուս x0-ի n աստիճան, բաժանած n ֆակտորիալ, չէ, Սա էլ, քանի որ աչ մասը n-ից կախված ստեղ զուտ էլի, էքսպոնենտի մասնակի գումարն է, սա նույնիսկ կարանք հաշով գնահատենք, L հաշի n աստիճան, բաժանած n ֆակտորիալ, այս n-ն էլ հաստատուն թիվ է, քանի որ այս աչ մասը 0-ի է ձգտում, երբ որ n անվեր չի է ձգտում, ձախ մասը հավասար է 0-ի, հետևաբար yx-ը հավասար է կամ համընկնում է y ալիք x-ի հետ, ամբողջ x0 մինուս h, x0 պլյուս h հատվածի վրա։ Սրանով ապացույցը ավարտվեց, դասի վերջի 2 րոպեն ուզում եմ մի երկու դիտողության նվիրել։ Նախ, այս հաջորդական մոտարկումների մեթոդը գործում է նաև համակարգերի դեպքում։ Այսինքն, եթե ունենք օրինակ y1 շտրիխ հավասար է f x y1 y2, y2 շտրիխ հավասար է j x y1 y2, հաջորդական մոտարկումները կարելի է ու սկզբնական պայմանով, էլի, այսինքն y1 x0-ն հավասար է y1 0, y2 x0-ն հավասար է y2 0, սկզբնական պայմաններով ու այս fj ֆունկցիաների միջոցով կարելի է զուգահեռ երկու հաջորդականություն սահմանել, հա, yn-ը կլինի y1n-ը, հա, առաջի հաջորդականությունը կլինի y1 0 գումարած ինտեգրալ, լրիվ նույն ձևով, ինտեգրալը x0-ից x, f x
y1n-1 s, հաստատ էս պետք է գրեմ, y2n-1 s, ds, և y2n-ն էլ կլինի y0 գումարած ինտեգրալ x0-ից x, s, y, արդեն j ոչ թեև, j 1n-1s, y2n-1s, ds, ու s սկզբունքով գոյության միակ, իհարկե f-ի ու j-ի վրա պայմաններ պետք է դրվեն, դա Լիպշիցի պայմանի ընդհանրացումն է, արդեն ոչ թե երկրորդ փոփոխականի պետք է Լիպշիցը լինի, այլ այս բոլոր y փոփոխականների, այսինքն երկրորդից սկսած, բոլոր փոփոխականների համախմբությամբ, վեկտորական ձևով դա շատ կարճ սիրուն կարելի է գրել, իսկ եթե մենք համակարգերի համար թեորեմները գոյության միակության ապացուցում ենք, այդտեղից անմիջապես ապացուցում են բոլոր գոյության միակության թեորեմները բարձր կարգի հավասարների համար, քանի որ գիտենք համակարգից ոնց կարելի է անցնել հավասարման։ Եվ այսինքն այս սկզբունքը փաստորեն տարածվում է գրեթե բոլոր մեզ ծանոթ հավասարների համակարգերի վրա, եւ մի բան էլ երկրորդ սա դիտողություն 1, երկրորդ դիտողությունը եթե f ֆունկցիան Լիպշիցի պայմանին բավարարվում է ոչ թե ուղղանկյան վրա, այլ մի ամբողջ շերտի վրա, այսինքն եթե f xy1 մինուս f xy2-ը փոքր կամ հավասար է y1 մինուս l անգամ y1 մինուս y2-ից կամայական x-ի համար ինչ որ աբե հատվածից ու կամայական y1 y2 թվերի համար այս դեպքում լուծումը Կոշիի թեորեմը ոչ թե լոկալ լուծումը ապահովում, այլ ամբողջ աբե հատվածի վրա մենք ունենք լուծում։ Գծային հավասարների համար եթե հիշում եք Կոշիի գոյության միակության թեորեմները, այնտեղ միշտ ասում ենք լուծումը որոշված է ամբողջ հատվածի վրա։ Պատճառն է, որ գծային հավասարման դեպքում երբ որ այս f-ը գրենք, f-ը sense պայմանի բավարարում է։ Դա ոչ միշտ է, տենց օրինակ եթե f-ը վերցնենք y-ի քառակուսի, ինքը չի բավարարի։ Լիպշիցի պայմանին անվերջ այս շերտի վրա, հա, այս պայմանը ոչ թե ուղղանկյան վրա է տարածվում, այլ sense մի հատ ամբողջ շերտի կամայական կետի համար այս a-ն է, այս b-ն է։ Այս ամբողջ շերտում f-ը Լիպշից է։ Կարա ամեն ուղղանկյան մեջ f-ը Լիպշից լինի, բայց շերտում Լիպշից չլինի։ Մասնավորապես եթե ֆունկցիան ունի սահմանափակ ածանցյալ կամայական ուղղանկյան մեջ, բայց շերտում ածանցյալը սահմանափակ չի, մասնակի ածանցյալ էլ էստե գրեկի։ Այդ դեպքում ինքը շերտում Լիպշիցին չի բավարարի, բայց եթե այս պայմանը տեղի ունի, ուրեմն Կոշիի խնդրի լուծումը գլոբալ է, հա, այսինքն որոշված է ամբողջ աբեին։ Ու փակ կամ բաց դա այդքան էական չի։ Այսքան երևի, սրանով մեր դասընթացը ավարտեցինք, հույս ունեմ օգտակար էր ինչ-որ լավ բաներ սովորեցիք, հետո էլ պետք կգա